Համացանցում այս պահին ամենատարածված գովազդների մի մասը վերաբերում է անշարժ գույքին, եւ դա բնական է։ Շուկան նորից տաքացել է, պահանջարկն աճել է, եւ կառուցապատող ընկերությունները շտապում են սպառողներին ներկայացնել իրենց պատրաստի կամ սպասվելիք նախագծերը։ Այստեղ կա մի բայց. ինչպես պետք է սպառողը հասկանա, թե ինչ որակի շինություն է ստանալու արդյունքում, այսինքն ինչ որակներ ունի կառուցապատողը։ Կառուցապատողը այո կարող է առաջին անգամ մտնի քաղաքաշինության ոլորտ, բայց ինքը կհամագործակցի հեղինակություն եւ վստահություն ունեցող ճարտարապետական թիմի հետ, հեղինակություն վստահություն վայելող ինժեներական թիմի հետ եւ մնացած բոլոր գործառույթները կարա պատվիրակի։ Բայց երբ որ դու տեսնում ես, որ այդ մարդը ոչ մի բան չունի, վաստակ չունի այդ ոլորտում ու պլյուս դրա հետ մեկտեղ էլ ամեն ինչով ինքն է մենակով զբաղվում, այդ ռենդերները ոչ մի բան քեզ չեն տալու։ Իսկ կյանքում հենց այդպես էլ լինում է։ Այսինքն հիմա կառուցապատման շուկա մուտք են գործել բազմաթիվ նոր ընկերություններ, որոնց մասին սպառողները ոչինչ չգիտեն։ Այդ դեպքում ինչպես կատարեն ընտրությունը։ Պետությունը պատրաստվում է շինարարության ոլորտում ներդնել կառուցապատող ու շինարարական ընկերությունների վարկանիշավորման համակարգ, որի գաղափարը բավականին պարզ է։ Ընկերության մասին որոշումը միայն նրա գովազդով կամ շուկայում ունեցած համբավով չպետք է ընդունվի։ Պետք է լինի պետական on-line համակարգ, որտեղ հնարավոր կլինի տեսնել տվյալ ընկերությունը ինչ վարկանիշ ունի եւ ինչպիսի արդյունքներ է ունեցել նախկինում։ Ենթադրենք 5 հատ էլ պրոյեկտ հանձնել է, բայց մենք չգիտենք հիմա իր ֆինանսական վիճակը ինչա, չէ։ Մեր մոտ հենց այդ միշտ այդ տեղեկատվության բացակայության խնդիրն ա եղել ու այդ տեղեկատվության թափանցիկության մրցունակ լինելու եւ լավ պրոդուկտ շուկա հանելու եւ համբավը ճիշտ պահելու համար տեսանկյունից, այսինքն ամեն մեկը կիմանա արդեն որ իր մասին ինֆորմացիան հրապարակային է։ Դրական կլինի սպառողի որոշում կայացնելու տեսանկյունից։ Համակարգի հիմքը կառավարության 2025-ի դեկտեմբերի որոշումն է, որով սահմանվել է լիցենզավորված քաղաքաշինական ընկերությունների վարկանիշավորման կարգը։ Վարկանիշը պետք է ձևավորվի ընկերության գործունեության վերաբերյալ տվյալների հիման վրա, այսինքն գաղափարն այն է, որ կառուցապատողի կամ շինարարի մասին հնարավոր լինի ստանալ ավելի օբյեկտիվ պատկեր, ոչ թե պարզապես վստահել նրա ներկայացրած տեղեկատվությանը։ Բայց անբարեխիղճ կամ ցածրորակ ծառայություններ մատուցող շինարարների կամ կառուցապատողների խնդիրն այսքանով չի կարող լուծել։ Օրենսդրական փոփոխությունների կարիք այստեղ կա եւս։ Գնելու իրավունքով ծառաբեռնված կառուցապատման մասին օրենքի նախագիծ է, որ այժմ գտնվում է քննարկման փուլում։ Կարգավորվում է, որ կառուցապատողը չի կարող գովազդել մի ապրանք, որի քաղաքաշինական թույլտվությունները չունի, չի կարող ապագա բնակչին տալ խոստում, որը իրականությանը չի համապատասխանելու, եթե իրականությանը չհամապատասխանող խոստում տա, ապա հետագայում կարող է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել վարչական վարույթ եւ կառուցապատողին ենթարկել պատասխանատվության։ Նման օրենսդրական փոփոխությունների շնորհիվ կպաշտպանվեն թե սպառողները, թե բարեխիղճ կառուցապատողները, որոնք հաճախ դառնում են ոչ բարեխիղճ մրցակիցների գործունեության բացասական հետևանքների զոհը։ Նշված օրենքը կարգավորելու է նաև կառուցապատող պետություն փոխհարաբերությունները հստակ իրավական որոշակիության համատեքստում, որպեսզի պետական կառավարման մարմինների գործընկերների համար եւս տեսանելի, չափելի եւ կանխատեսելի լինի բոլոր կառուցապատողների վարքագծերը եւ առանձին խումբ անբարեխիղճ կառուցապատողների զես պահել օրենսդրական կարգավորումները շրջանցելու մոտիվներից։ Ենթադրվում է, որ կառուցապատողների եւ շինարարների դասակարգման համակարգի ստեղծումը նաեւ ներդրողներին կօգնի հասկանալ, թե որ ձեռնարկատիրոջ հետ արժե համագործակցել։ Հետևաբար ավելի կապահովի հետագա ներդրումները տնտեսության այս ոլորտում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։